որպես այսպիսի եզակի կառույցներից մեկը մեր հայ ճարտարապետական թվագրվում է 13-ից 12-րդ դարերի խաչքար, որը նվիրված է Սուրբ Առաքյալներ Պողոս եւ Պետրոսին։ Հաստատ չի թվագրվում, որ դարում ինքը ավիրվել է երկրաշարժից, թե ավիրել են։ Կարմրաշենցիները հաճախ են այցելում։ Այո, որպես սրբավայր կարմրաշենցիները միշտ հաճախում են այստեղ, չունենալով մենք գործող եկեղեցի մեր տարածքում, սա հանդիսանում է մեր սրբավայրերի փոխարինող, այո, մի միջավայր, որը միշտ ժողովուրդը իրենց ծիսակատարություններ, որոշակի անանում են այդ ծիսակատարությունները կատարում են այս Պողոս Պետրոս խաչքարի մոտ։ Ինչ նշանակություն ունի խաչքարը եւ առհասարակ եկեղեցին կարմրաշենցիների կյանքում։ Դե որպես հայ քրիստոնյա եւ դժվար պահերին եւ լավ պահերին միշտ եկեղեցին, այսինքն այդ խաչքարը եղել է մեր գյուղացիների համար արժեքավոր։ Արևելքի կողմից տրված է ժամացույցը թվագրված այբենական մեր հայկական այբուբենով թվագրված ժամացույցն է արևային։ Շատ པարզ երևում է այստեղ այդ մեծ հսկայական քարերի տեղադրմամբ տրված այս լուծումները, ամրակապերը, որը կատարված է քարերի, այսինքն լուծումներ չի տրված էլ, այսինքն այնպիսի լուծում է տրված, որ իրանք կարողանան երկար ժամանակ դիմակայել։ Այս է հիմնականում։ Սա պահում է, որ այո, կապերը տրված է շատ լուծումները շատ ճիշտ է կատարված։